Հունիսի 6-ին ժամը 11-ին ազգային ժողովի գլխավոր մուտքի առջև տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի Հայաստան կատարած այցի։ Հայաստան չպետք է այցելեն նրանք, ովքեր դավաճանել են մեր անվտանգությանը, սատարել մեր պարտությանը եւ շարունակ փնտրում են մեր պետականության չեղարկումը։ Միացիր բողոքի ակցիային հանուն ազգային արժանապատվության։ Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնակ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօր Հայաստանի վարչապետը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի վերաբերյալ մի գրառում է արել, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ հարց է բարձրացրել, որ եթե պարզ դառնա, որ Գարեգին II-ը խախտելով կուսակրոնության ուխտը այնուամենայնիվ ընտանիք եւ զավակներ ունի, ապա նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս եւ որ եկեղեցին պետք է դրա հետ կապված դիրքորոշում հայտնի, որին էլ կհետևեն հետագա պարզաբանումներ։ Մամուլից հայտնի է դառնում նաեւ, որ հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսած ժողով է հավաքվելու, ինչ օրակարգով դրա մասին տեղեկություն չկա, այնուամենայնիվ կա միայն տեղեկություն, որ այդպիսի ժողով լինելու է։ Սպասենք, հասկանանք։ Սակայն մինչ այդ էլ, այսպես ասենք, հրապարակային բանավեճի, նույնիսկ վեճի նորմերի կոպիտ խախտումներ են տեղի ունեցել, օգտագործվել են բառեր մի այնպիսի բառապաշարից, որոնք իրենց վրա են կենտրոնացրել ուշադրությունը, մի կողմ թողնելով բուն պրոբլեմը։ Իհարկե, որ այդ բառերը երևի թե հրապարակային դիսկուրսներում չպետք է օգտագործվեն, այստեղ քննարկելու բան էլ չկա։ Եվ այնպես չէ, որ հիմա պետք է քննարկենք, դա լավ է, թե վատ, դա կարելի է, թե չի կարելի, դա հաճելի է, թե ոչ հաճելի, պրոբլեմը դրանից չի լուծվում։ Գերադասելի է խոսել պրոբլեմից։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է ռեժիսոր, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը։ Բարև ձեզ, պարոն Բաբայան, շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ։ Պարոն Բաբայան, դուք էլ որպես մեր հանրության ակտիվ անդամ, քաղաքացի, այս ամենը տեսնում եք, կարդում եք, լսում եք եւ անում ձեր եզրակացությունները։ Այս ամենը ի վերջո մի օրվա պատմություն չէ, սա տարիներից եկած պրոբլեմ էր, ուղղակի այս օրերին այս ամենը պայթեց եւ պահանջում է ինչ-որ ելքեր, լուծումներ, որում նաեւ այնպես է ստացվում, որ այսպես աշխարհում խառնակ ժամանակներ են, մեր պրոբլեմները քիչ էին, այս մեկն էլ ավելացավ։ Համեցեք։ Հին աշխարհի պես հին խնդիր է, որում բոլոր եկեղեցիներում 21-րդ դարում հիմա աշխարհիկ պետությունում պրոբլեմը նրա մեջ է, որ մենք խախտում ենք սահմանադրությունը բոլոր կողմերից։ Եկեղեցին անջատված է պետությունից։ Արդյոք այդպես էր մեր հենց առաջին օրերից անկախ պետականության։
Ես չեմ խոսում կողմնորոշումների մասին, որովհետև ցավոք սրտի այս ամբողջ 35 տարվա ընթացքում եկեղեցին պետությունից անջատված չի եղել։ Նա կամ եղել է իշխանության կողքին, կամ իշխանության դեմ, ամենայն դեպս ակտիվորեն մասնակցել է եւ քաղաքական, եւ գաղափարական, եւ արտաքին քաղաքականության, եւ առավել եւս տնտեսական հարցերին։ Ես կարծում եմ խնդրեմը այստեղ է։ Եվ երբ եկեղեցին մտնում է քաղաքականության մեջ, քաղաքական պայքարի մեջ, որը ցավոք սրտի, բայց դա էլ է իրողություն չունի ոչ մի կարմիր գծեր, պետք է պատրաստ լինի, որ աշխատելու է նաև կոմպրոմատների համակարգը։ Փորձեմ խոսել որպես աշխարհիկ մարդ։ Անկեղծ ասած, բարոյական խրատներ որևէ մեկին տալու ոչ իրավունք ունեմ, ոչ էլ ցանկությունը։ Գուցե ասեմ մի բան, որ այդ շատ-շատերը չհամաձայնվեն, բայց կուսակրոնությունը հակաստվածային կարգավիճակ է։ Աստված սեր է, Աստված մեզ ստեղծել է սիրո համար, այդ թվում նաև ֆիզիկական սիրո համար։ Որևէ մեկի անկողինը ուսումնասիրել ցանկություն չունեմ։ Կարծում եմ, եթե չի խախտվել որևէ աշխարհիկ օրենք, ուրեմն հարցը կարող են քննել միայն այն կառույցի անդամները, որոնք իրենց համար սահմանել են որոշակի ուրեմն նորմեր։ Դա իրենց գործն է։ Ես ուրիշ մի վտանգավոր միգուցե բան եմ տեսնում, ինքս երբեք հավատը չեմ կապել բուն եկեղեցու հետ, բայց տեսնում եմ եկեղեցի սեփականաշնորհելու տենդենս հաճախակի եկեղեցականների կողմից։ Թույլ կտամ մտնես եկեղեցի, թույլ չեմ տա նայած քաղաքական հայացքների։ Ես եմ որոշում, թե դու կմտնես, թե ոչ։ Վերջ-վերջով եկեղեցու ամբողջ իմաստը դա մարդուն ցույց տալ ճանապարհ դեպի Աստված, դեպի սեր, որպեսզի մարդը կարողանա ինքը իր մեջ աստվածային հայտնաբերել։ Նույնիսկ հանցագործի։ Ուզած մարդ, ուզած։ Միշտ ավելի երևացող է, երբ որ համեմատություններ է սնում, ինչպես մենք կվերաբերենք բժիշկին, որը հրաժարվում է ընդունել հիվանդին իր քաղաքական հայացքների պատճառով։ Մենք պարզապես կարգել ենք իրեն, զբաղվել այդ մասնագիտությամբ, մոտորապես նույն պատմությունը այստեղ է։ Ես կարծում եմ, թող հավատացյալները, եկեղեցականները իրենք որոշեն, ինչ առաջնորդ են ուզում ունենալ։ Եթե այսքան տարի, ես կարծում եմ, թակում ոչ մի բան չկա, անկեղծ ասած, եւ թակում ոչ մի բան չկա նաեւ շատ ու շատ եկեղեցականների մասին, որոնց մասին ոչ մի վատ բան չեմ ուզում ասել։ Ես հիմա չեմ ուզում տալ անուններ շատ իսկապես շատ հարգարժան մարդկանց, որոնք ունեցել են նաեւ կապեր որոշակի։ Հնարավոր չէ բնության դեմ գնալը։ Եվ պետք էլ չի։ Լև Տոլստոյը ժամանակին գրել էր մի հրաշալի վեպ, Հայր Սերգիը։ Ես խորհուրդ կտամ կարդալ եւ տեսնել, թե իրական հավատք ինչի մեջ է եւ այս սահմանափակումները, որոնք չունեն ոչ մի առաջնություն իրական հավատքի հետ, ինչին կարող են բերել։ Այնպես որ կոչանել չեմ սիրում, բայց բոլորին խորհուրդ կտայի վերադառնալ սահմանադրությանը։ Բոլոր կողմերին։ Փորձել պաշտպանել։ Կարգը դա է։
Գիտեք, խնդրեմը պետության եւ եկեղեցու դա հայկական խնդրեմ չի։ Այո։ Դուք հայկական դեպի գիտեք Եվրոպայում ա եղել այդ խնդրեմը։ Պատերազմներ, հեղափոխություններ, ամեն ինչ եւ այդ բանը, այդ աքսիոմը, որ եկեղեցին ու պետությունը պետք է իրարից անջատված լինեն, դա էլ մեր նոու-հաուն չի։ դա արդեն լուծված հարց է։ Ավելի սահմանված բանաձև կա դրա։ Ֆաշիստ Մուսոլինին իտալացիները մինչև հիմա շնորհակալ են, որ նա ստեղծեց Վատիկանը եւ ասեց գնացեք, ունեցեք դեր պետությունը, մեր պետության գործերին մի խառնվեք։ Նույնն եղել է Ֆրանսիայում, ամենտեղ հիմա նորմալ կարգավորվում է։ Եկեղեցին զբաղվում է հոգևոր հարցերով, հիմնականում շատ հաճախակի շեղվում է, շատ հաճախակի եկեղեցու սպասավորներ այլասերվածությամբ են զբաղվում, այդ էլ մենք գիտենք կաթոլիկ եկեղեցու, եւ ուղղափառ եկեղեցու, եւ կաթոլիկ, եւ մեր պատմության մեջ են եղել բազմաթիվ նման դեպքեր։ Ցենց ասեմ, կարգավիճակը դեռ բարոյական աստիճան չի։ Դու կարող ես լինել բարոյական եկեղեցական, կարող ես լինել անբարոյական, դու կարող ես լինել բարոյական նախարար, կարող ես լինել անբարոյական, աշխարհիկ մարդ։ Բարոյական եւ անբարոյական։ Սա շատ անհատական մոտեցում է։ Եթե մարդը խախտել օրենքը, պետք է դատվի։ Օրենքը, այո։ Եթե օրենք, այո։ Եթե ոչ, ապա իր անձնական կյանքի մեջ ես անձամբ քիթս չեմ խոհի։ Խոթի, որտեղ թույլ չեմ տա որևէ մեկը իր քիթը խոթի իմ անձնական կյանքի մեջ։ Իրագործելով մի դատիր, որ չդատվես սկզբում։ Ես ուրիշ բան էլ կասեմ։ Մենք հիմա սկսեցինք ցիտել Աստվածաշունչը, ես կբերեմ Մարիամ Մագդալենայի պատմությունը։ Այո։ Կարծում եմ շատ կարևոր է։ Քրիստոսի խոսքերը, ով ձեզնից ավելի անմեղ է, թող առաջինը նետի այդ քարը, հա, գուցե ես մի քիչ սխալ եմ ցիտում, բայց իմաստը դա է։ Եվ չգտնվեց որևէ մեկը, որը համարեց, որ նա ավելի անմեղ է, քան Մարիամ Մագդալին։ Ով մեղ չի գործել, ով մեղ չի գործել։ Այո։ Բա ոնց է դա լինում։ Բա քրիստոնյա ենք ասում ես, մենք չենք խախտում մի դատիր, որ չդատվես։ Քրիստոսի Մարիամ Մագդալինայի պատմությունը, բա ինչ քրիստոնյա, ինչով ենք մենք քրիստոնյա։ Մոմ վառելով, չէ, պատգամները ուշադիր Աստվածաշունչը կարդալով եւ փորձելով այդ պատգամները էթիկական լրջագույն համակարգ։ Իհարկե, հարաբերությունները մարդկային, հումանիզմը, մարդու կյանքը որպես մեծագույն արժեք, այս ամեն ինչ Աստվածաշունչն է տալիս, քրիստոնեությունն է տալիս։ Ես կարծում եմ ճիշտ ակունքները լավ բան է։ Գիտեք, իհարկե ժամանակը բերում է հազար ու մի բան եւ հաճախակի ամենապարզ մաքուրը փակվում է ինչ որ ձևականություններով, բայց եթե անդրադառնում ես իրական ինչից է ստեղծվել այն ինչ մենք կոչում ենք այսօր քաղաքակրթական աշխարհ, դրա հիմքում քրիստոնեությունն է, քրիստոնեական արժեքներն են։ Եվ նախորդ Հռոմի Պապը շատ լավ արտահայտություն ուներ, ասում էր պարկեստ աթեիստը իմ համար շատ ավելի մեծ արժեք ունի, քան ոչ պարկեստ քրիստոնյան, հավատացյալը, ասենք ասենք։ Ես էլ եմ այդպես մտածում։ Ոչ պաշտոնը, ոչ կուսակցական պատկանելությունը, ոչ ազգային, ոչ սոցիալական, ոչ հավատքի հանդեպ վերաբերմունքը դեռ չի բնորոշում ձեր մարդկային կերպարը։ Ձեր մարդկային կերպարը բնորոշում է այն ինչ որ դուք նույնիսկ ոչ թե ասում եք, այլ անում եք։ Պարոն Բաբայան, մենք տեսեք խոսում ենք եկեղեցի պետություն հարաբերություններից, մենք խոսում ենք եկեղեցու մասին, եկեղեցի գաղափարի մասին, որը հունարենից էկլեսիա թարգմանվում է որպես ժողով։ Վարչապետը խոսում է այն մասին, որ պետությունը նաև Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայնի իրավունք ունենա կաթողիկոսի ընտրության ժամանակ եւ մանրամասնելով, որ
դա վերաբերվում է նախ եւ առաջ իր բարեվարկությանը։ Այս օրվա գրառման մեջ այստեղ տեսնելով նաև ազգային անվտանգության հարցը։ Ի վերջո, եթե հիպոթետիկ հոգևորականը, որը հավակնում է կաթողիկոս լինելուն, ունի, այսպես ասենք, բարեվարկության բացեր, այդ բացերը դառնում են, այսպես ասենք, այլ երկրների հատուկ ծառայությունների համար թիրախ եւ շատ հեշտ շահագործվում են ընդդեմ մեր պետության։ Ըստ էության, ես սխալվում եմ, եթե սխալվում եմ, դուք ինձ ուղղեք, այս խոսակցության հիմքում ես այնուամենայնիվ տեսնում եմ մի հարց։ Ակնհայտ է, որ այսօր բարձրաստիճան հոգևորականության շատ որոշակի մի սեգմենտ հայ առաքելական եկեղեցու ուղղակիորեն պաշտպանում է Ռուսաստանի շահերը մեր երկրում ընդդեմ մեր պետության։ Հիմա ամբողջ այս վեճն էլ այն ամենի շուրջն է, թե սա պետք է շարունակվի, թե ոչ։ Սա որովհետև վերածվել է համակարգի, մեկը Ստալինի գովք է անում, մյուսը դելիմիտացիային է դեմ դուրս գալիս ու փողոցներով թրև է գալիս։ Չգիտեմ, այն մյուսը, ասենք, Կիրիլին ասում է չքննադատեք, մի հատ հատուկ հաղորդագրության Մեհրիբանին մեդալ տալու համար, անունը ասում է քույր եկեղեցի, այդ նեկրոֆիլ սեկտայի կոչում են քույր եկեղեցի եւ թույլ չեն տալիս քննադատություն եւ այլն։ Ինչ անենք սրա հետ հիմա։ Ասելով էկլեսիա, մենք հասկանում ենք նաեւ լավ, որպես եկեղեցու հետևորդ, եթե ինձ ինչ-որ մի բան համակարգային ուղակի դեմ այն պատկերացումներին, ես ինչ մեխանիզմով կարող եմ ազդել դրա վրա։ Կաթողիկոս էին ընտրում, չէ, ասենք, ընտրողներից մեկը Զորի Բալայանն էր, ասենք, ինչ սկզբունքով կարող կացել։ Ես չգիտեմ։ Ինչա պետք լինել, ինչա պետք անել, որպեսզի, ասենք, այդ ընտրությունները ժողով ասացի սկզբունքով բան լինեն, էլի, արտացոլ են այդ բառի իմաստը, եկեղեցին դա մենք ենք, նրանք սպասավորներն են այդ եկեղեցու, բայց իրանց թվում է, թե իրենք են եկեղեցի, սա է հարցը։ Ես կարծում եմ, որ իրականում հեշտ լուծում չկա եւ փորձեմ բացատրել ինչու։ Նախ բոլոր երկրները, բոլոր պետությունները իրականում իհարկե խառնվում են։ Իհարկե։ Նապոլեոնն էր, չէ, լաիսիտե։ Բոլորը այդտեղ պրոբլեմ չկա, եթե չի բավարարում սովետականությունը նկ սպանում էր։ Նորին։ Այո։ Բոլոր կաթողիկոսները հայկական, որոնք նշանակվել են սովետական միության օրոք, բոլոր դեպքերում KGB-ի բանով անցել են։ Այո, ֆիլտրով այսպես ասած։ Բոլոր կաթողիկոսները, որոնք ընտրվել են անկախ Հայաստանի պատմության մեջ, մենք գիտենք, որ էլի պետության ղեկավարները, ունեցել են որոշակի դերակատարում։ Լևոն Տեր-Պետրոսյանը պարզապես հեռուստացույցով ելույթ ունեցավ եւ ասաց, որ իր նախընտրելի տեխնացուն Գարեգին առաջինն է։ Հետո մենք իմացանք, որ եւ Վազգեն Սարգսյանի նախընտրելի տեխնացուն այս ուրեմն Գարեգին երկրորդն էր, նույնիսկ արքեպրոսներ որոշակի ելույթ ունեցան եւ ասացին, որ պետությունը, կառավարությունը խառնվում է ընտրություններին։ Խնդիրը հետեւյալն է. արդյոք հնարավոր է խառնվել նույնիսկ այս բարձր ձեր ասած չափանիշները դնելով եւ ունենալ իրականում անկախ եւ իրական եկեղեցի։ Կարծում եմ ոչ, որովհետեւ պետությունը կխառնվի, պետությունը կոնկրետ մարդիկ են, կոնկրետ իշխող կուսակցություն է, կխառնվի, կընտրի իրեն, կամարաջարկի իրեն հարմար տեխնացուին։ Հետո չէ որ ծմահ է ընտրվում,
կաթողիկոսը, հետո կկրկնվի նույն պատմությունը կարող է պատահել իշխանապողության ժամանակ։ Այնպես որ ես ձեր բերած փաստերից, հա, որ սպասարկում են ուրիշ երկրի շահերը եւ այլն, սա կարծում եմ վերաբերում է ոչ միայն եկեղեցուն, սա վերաբերում է եւ տարբեր կուսակցություններին, եւ տարբեր հասարակական կազմակերպություններին, եւ բոլորի վրա, բոլորի անխտիր պետք է տարածվի համապատասխան օրենքի, եթե նման օրենք չկա, պետք է ընդունվի հակապետական գործունեություն ուղղված Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Դրանից առաջ պետք է ընդունվեր օրենք դեկոմունիզացիայի մասին, որպեսզի մարդիկ վերջիվերջո հասկանային, թե դա ինչ էր եւ ինչից ենք մենք բրծել եւ ինչից ենք հրաժարվում, եւ արդեն անկախ նրանից, որ կուսակցության անդամ է, ինչ կուսակցություն է ներկայացնում, արդյոք նա հոգևոր դաշտի ներկայացուցիչ, եթե դու վարում ես քո պետությանը դեմ քաղաքականություն, իսկ քո պետության դեմ քաղաքականությունը դա նշանակում է, որ դու դեմ ես Հայաստանի Հանրապետության որպես սուվերեն պետության գոյությանը։ Տեսնում ես կամ ուրիշ երկրի կազմում, կամ ինչ-որ ուրիշ երկրի հետ կարգավիճակում, սա հակապետական գործունեություն է։ Ես կոչ չեմ անում վերականգնել այդ հայտնի 56 հոդվածը, թե 58 կարծեմ Ստալինի, որ դրա տակ կարելի ամեն ինչ, բայց կոնկրետ բնորոշել, թե ինչ է նշանակում հակապետական գործունեություն, եւ դրա տակ կարող են գնել բոլորը, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում, ինչ ուրեմն կուսակցության անդամ են կամ ինչ եկեղեցի են ներկայացնում։ Բոլորի համար նույնը պետք է լինի։ Չի կարելի կարծում այստեղ որևէ մեկին առանձնացնել։ Տեսեք, ամփոփելով, պարոն Բաբայան, երբ հայ առաքելական եկեղեցու անբաժանելի մաս հանդիսացող Կոնստանտինոպոլցի պատրիարքարանում առաջնորդ է ընտրվում, Թուրքիայում գործող օրենքով Թուրքիայի հանրապետությունը այդտեղ իր հավանությունը պետք է տա, առանց որի ոչինչ չի կարող լինել։ Նույնը Երուսաղեմի պատրիարքությունում։ Այնտեղ էլ եւ Հորդանանը պետք է իր հավանությունը տա, Պաղեստինի ինքնավարությունը տա, նաեւ Իսրայելի պետությունը պետք է տա։ Ամենայն դեպս չառաջի։ Այսինքն պետությունները միանգամայն օրինականացրել են այն, որ պետության մեջ է գործում, ինչպես դա չլինի, հա։ Սովետական տասնամյակների ընթացքում նույնն անում էր Սովետը։ Հիմա Սովետը չկա։ Բայց Ռուսաստանի ազդեցությունը մնացել է։ Եվ Հայաստանն էլ ասում է, եկեղեցին անջատ է պետությունից, ոմանք, հա, ինչ ուզում են թող անեն։ Այսինքն Ռուսաստանը պետք է շարունակի որոշել, թե այստեղ ով ինչ դիրք պետք է զբաղեցնի, իրենց էլ կոչեն քույր եկեղեցի, այս այլանդակությունների ֆոնին, որը մենք տեսնում ենք Ռուսաստանի եւ նաեւ իր եկեղեցու կողմից, հա, մարդասպաններին օրհնել, չգիտեմ, զենք օրհնել, հա, որով խփում են քաղաքներին, պատերազմ քարոզել, այո։ Բայց մենք էլ ենք չէ պատերազմ քարոզում։ Ովքեր։ Վերջերս եմ լսել սրբազատներից մեկը ասեց, որ այդ պատերազմում հաղթողը մենք ենք լինելու։ Ընդ որում պատերազմը ես հասկացա, նա որպես թշնամի ընկալում է հանրության որոշակի մաս։ Ես էլ եմ ասում, պետք է ընդունել համապատասխան, ես չեմ կարծում, որ Թուրքիայի օրինակը լավ օրինակ է, եթե դա լավ օրինակ լիներ։ Չէ, բայց ես ասում եմ, եթե մենք դա հանդուրժում ենք, իսկ չենք աննորմալ համարում, որ ի վերջո Սուրբ Էջմիածինը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի Հանրապետությունն այդտեղ ընդհանրապես ասելիք չունի, կամ անելիք չունի։ Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ ասելիք, այո,
դուք իրավունք չունեք զբաղվել հակապետական գործունեությամբ, զբաղվեք հոգևոր հարցերով։ Իսկ հոգևոր հարցերը դրանք անհատական հարցեր են։ Յուրաքանչյուր մարդու հետ, յուրաքանչյուր հավատացյալի հետ խոսել, օգնել, ճիշտ ճանապարհը ցույց տալ, մտնել քաղաքականության մեջ, դա նշանակում է տեղափոխվել ուրիշ դաշտ։ Իսկ եթե տեղափոխվում ես ուրիշ դաշտ, բարի եղի, ենթարկվի այն բոլոր օրենքներին, աշխարհիկ, որոնք գործում են պետական դավաճանների դեմ, հակապետական քարոզ վարողների դեմ եւ այլն եւ այլն։ Խնդիրը ոչ թե եկեղեցու գործունեությունը փակել կամ սահմանափակելն է։ Խնդիրը, որ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով։ Ես օրինակ բերեցի, որ այս ճանապարհը բոլորն են անցել։ Բոլոր երկրներն են անցել։ Սա նաև գումարի երկիր է, որտեղ շատ եւ շատ երկրներում, այդ թվում պետություն չունեցող, եկեղեցին էր հավաքում հարկերը։ Եկեղեցին մեր պարագայում էր, երբ որ չկար Հայաստանի Հանրապետություն, շատ մեծ դեր էր կատարում Սփյուռքում։ Ազգապահպանության դպրոց, մշակույթ, սպորտային ընկերություններ եւ այլն հարցեր։ Բայց հիմա կա պետություն։ Պետությունն է զբաղվում, պետական ինստիտուտներն են զբաղվում այդ գործով։ Եկեղեցին պետք է զբաղվի կոնկրետ իր գործով, շատ ավելի կարևոր։ Եվ եթե նա կոնկրետ զբաղվի իր գործով, գուցե այդքան աղանդները չեն տարածվի Հայաստանում։ Եկեղեցին պետք է դեմքով շրջվի դեպի մարդ։ Սա շատ կարևոր է։ Ոչ թե դեպի ժողովուրդ, որտեղ եթե ասում ես դեպի ժողովուրդ, ժողովրդի կեսը կարող ես համարել թշնամի։ Դեպի յուրաքանչյուր մարդ, առավել ևս այն մարդկանց, որոնք դու համարում ես, որ շեղվել են ճանապարհից, ուրեմն իրենց պետք է ձեռք մեկնել, բարությամբ խոսել, սիրով մոտենալ։ Ցավոք սրտի մենք այսօր տեսնում ենք, որ սիրո փոխարեն տարածվում է ատելություն։ Սա թող եզրակացություն անեն նրանք, ով ունեն որոշակի լիազորություններ լուծելու, թե ով է լինելու իրենց կառույցի ղեկավարը։ Ես անկեղծ եմ ասում, ես այստեղ սեփական դերակատարում չեմ տեսնում։ Իմ համար վերաբերմունքը Աստծո հանդեպ բացարձակապես կապված չի կաթողիկոսի անձից։ Բացարձակապես։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան, ձեր այս կարևոր դիտարկումները, այս շեշտադրումները, որոնք դուք ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին եւ ձեր ժամանակից հատկացրեցիք մեր եթերին։ Ինչ նոր հանդիպում, բարինան ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Մենք լսեցինք մեր գործընկեր պրոֆեսոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանին իր դիտարկումները կապված եկեղեցի պետություն, եկեղեցի հասարակություն եւ եկեղեցի մարդ հարաբերությունների։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։